Դավիթաշեն համայնքի առաջին թաղամասի բնակիչ Մարտիրոս Ռուշանյանն իրեն խաբված է զգում։ Նրա 20 քառակուսի մետր ավտոտնակի հարցը ձգձգվում է։ Պարոն Ռուշանյանի կարծիքով Երևանի քաղաքապետարանի անօրեն գործողությունների պատճառով։ Քաղաքապետարանը իրեն պարտականություններ չի կատարում։ Ինչու՞մն է բանը։ Տալիս են օրենքին հակասող համաձայնագիրը, որը օրենքի պահանջներին չի համապատասխան։ Քաղաքացի Ռուշանյանը ապրիլի 16-ին դիմել է քաղաքապետարան խնդրանքով, որպեսզի այն հողատարածքը, որտեղ իր ավտոտնակն է, ուղղակի վաճառքի միջոցով օտարվի, այսինքն ինքը կարողանա գնել այն։ Նա կատարելով օրենքի բոլոր պահանջները կանգնել է փաստի առաջ։ Նոտարական գրասենյակը խոչընդոտում է գործող օրենքը եւ կառավարության որոշումը։ Տանում ես վավերացնումը, բերում ես կադաստրը գրանցումը, տանում ես քաղաքապետարան փողը մուծում ես, առուվաճառքի պայմանագիրը չհաստատված կառավարության կողմից օրինակը տալիս են, բերում ես նոտարը նորից վավերացնումը, գործարքը վերջացավ, այսինքն օրենքը չգործեց։ Պարոն Ռուշանյանը պարզել է, որ առքուվաճառքի պայմանագիրը կնքելիս նա կրկին պետք է վճարի 14,000 դրամ, սակայն չգիտի թե ում։ Բնակիչը քաղաքապետարան դիմել է նաև հողատարածքի սեփականության պայմանագրի ժամկետը երկարացնելու համար։ Եթե երկարացնեն էլ, ուրեմն ժամկետը չի նախատեսնում որքան ժամանակով, կգան իրականությունը, կասեն մենք հողը ձեռս վերցնում ենք, ոնց որ արեցին հյուսային պողոտայում։ Պարոն Ռուշանյանը պահանջում է, որպեսզի քաղաքապետարանը կատարի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի կետերը եւ անհարկի չձգձգի իր ավտոտնակի սեփականացման գործընթացը։ Տաթևիկ Ազիզբեկյան, Հովսեփ Հովսեփյան, IPV։